Ողջույն, Պարանդեսի այսօրվա օրագրում դիտեք։ Ովքեր են մեր երկրորդ եթերաշրջանի մասնակիցները եւ ինչպես են նրանք պատրաստվում առաջին գալահամերգին։ Բանակում հեռուստասերիալի դերասանուհի Ժաննա Հովակիմյան։ Ժաննան 7-ամյա դուստր ունի, ով սիրում եւ հասկանում է մայրիկի մասնագիտությունը։ Ինքը գիտի, որ իր մայրիկը դերասանուհի է եւ շատ հաճախ ինձ հետ է լինում այնտեղ նկարահանումների ժամանակ։ Շատ հաճախ արդեն գիտի, որն է ճիշտ, որն է սուտ, հա, այսպես ինչ-որ մանրակրկիտ բաներ գիտի, որ շատ բալիկներ չգիտեն։ Ժաննա, այսքան հագեցած եւ զբաղված առօրյայով ոնց ես հասցնում ժամանակ տրամադրես երեխային, Գրիչա, գիտես, դա իմ ամենացավալի կողմերից մեկն է։ Ես անընդհատ շտապում եմ։ Մեկ էստեղ, մեկ այնտեղ, հիմա ավելացավ արդեն պարահանդեսը։ Բայց ես մենակ չեմ բնականաբար, իմ ամուսինը ինձ շատ է օգնում։ Ամենակարևորը ամուսինը կողքը տա։ Իհարկե, միշտ իմ կողքին է, ինքը իմ ամենասուր քննադատն է։ Եթե որևէ մի բան այնպես չեմ անում, հետո դա շատ մեծ խոսակցության առիթ է լինում։ Շանթ հեռուստատեսությամբ մեկնարկող հետաքրքիր եւ միանգամայն նոր Եդեմի գաղտնիքները հեռուստասերիալի դերասան Մուրադ Նադիրյան։ Հենց իմ կերպարը, մհեր կերպարը, ինքը շատ ուրախ երիտասարդ է, հումորով, ընկերասեր, այդ 6 ընկերների մեջ ինքը միշտ ցանկանում է, որպեսզի ընկերությունը պահի լավ վիճակում, որտեղ լինում է շատ խնդիրներ ֆիլմում, ինքը միշտ հարցում է այդ ամեն ինչը։ Մուրադ, իսկ կյանքում քանի մտերիմ ընկեր ունես եւ ընդհանրապես ինչ տեղ ես տալիս ընկերությանը։ Կյանքում ընկերներս մի քիչ շատ են, ասում են, չէ՞, մարդիկ պետք է ունենան մի հատ կամ երկու հատ ընկեր, ես ունեմ շատ ընկեր ու բոլորը հավասար ընկերություն եմ անում ու ստացվում է։ Ընկերներից էլ տեղ եմ տալիս այնքան, որ առաջին իմ ընտանիքը, երկրորդն էլ իմ ընկերներն են իմ ընտանիքը։ Ինձ թվում է այդքանով արդեն հասկանալի է ինչքան մտերիմ եմ ու ինչքան եմ սիրում իմ ընկերներին։ Մարիամ Շահինյան կամ Մարա Անուշներ սերիալից։ Ես Մարային համ սիրում եմ, համ էլ խղճում եմ, երևի այդ խղճալուց ելնելով է, որ սիրում եմ, որովհետև այդ տիպի աղջիկներ իրոք կան մեր առօրյայում, ինքը կոմպլեքսավորված աղջիկ է ու մոր կողմից սխալ դաստիարակություն ստացած։ Մարիամ, իսկ դու ոնց ես վերաբերում կոմպլեքսներին, ու ընդհանրապես դրանք քեզ խանգարում են, թե օգնում են։ Եվ չեմ կարծում, թե որևիցե մեկին օգնեն բարդույթներ այս կյանքում։ Ես ուղղակի այն մարդկանցից եմ, ով մի քիչ ավելի շատ ունի, քան երևի թե մյուսները բարդույթներ։ Եվ միշտ ինձ խանգարում են, հատկապես իմ մասնագիտության մեջ։ Դե հույս եմ, որ կազատվես այդ կոմպլեքսներից։ Քեզ հաջողություն եմ մաղթում։ Մերսի։ Երգիչ դերասան Սելիկ Բարսեղյանը բարից նույնպես հեռու չէ։ Աստված տվել է, չեմ խնայում, երգում եմ, պարում եմ։ Բայց որպես այդպեսին պրոֆեսիոնալ առումով ես չեմ զբաղվել ոչ պարով, ոչ երգով։ Սենիկ, երգելը, պարելը, դերասան լինել դա բնատուր է։ Իսկ այն ինչ-որ բաներ, որ ինքդ ես սովորել կյանքում ու հպարտանում ես դրանով։ Կան նմանատիպ բաներ կան, կոնկրետ չնայած ես դրանք էլ եմ համարում Աստծո շնորհք, եթե անկեղծ։ Օրինակ ես ստեղծագործում եմ, ես գրում եմ, ես կարողանում եմ յուրաքանչյուր հարաբերություններում մարդ լինել, որը շատ կարևոր բան է։ Մարդ, որպես այդպեսին, դժվար է, երբ որ դու կարողանում ես ճիշտ փոխհարաբերվել, ճիշտ օրգանիկայով շփվել մարդկանց հետ ու տալ նրանց ու վերցրել նրանից ճիշտ դրական լիցքեր, դա շատ կարևոր երևույթ է։ Ու շատ կարևոր մեթոդիկա է ու օրենքը ինձ համար։ Եդեմի գաղտնիքները սերիալի դերասանուհի Տաթև Միրզոյան։ Ես Սոս Սարգսյանի ղեկավարությամբ եմ ավարտել։ Իհարկե չեմ կարող չնշել իմ դասախոսական կազմին Դավիթ Հակոբյան, Ջեմմա Մարտիրոսյան։ Նրա առաջին բեմելը եղավ Սասունցի Դավիթ ներկայացմամբ։ Տաթև, դե հիշացրա, որ թատրոնում ես աշխատում։ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում շուրջ 2 տարի։ Քո կարծիքով լավ դերասանը որ բնավորության գիծը չպետք է ունենա։ Ըստ իս լավ դերասանը երբեք պետք է չհրաժարվի որևէ դերից,
եւ մյուս կարևոր նախապայմանը, որ նախանց չլինի։ Դժվար է պատկերացնել այդպիսի դերասան։ Դե անեն դեպս ճիշտ ես ասում, համաձայն եմ։ Շանթի հեռուստադիտողը Էդգար Սարգսյանին ճանաչում է որպես Լիալուսին սերիալի հերոս Արամ։ Դե ընդհանուր ինքը բարի կերպար Արամի կերպարը, հասնող է, օգնող է, բայց դե չի կարողանում իրան գտնել կյանքում, որովհետև ունի սիրած մարդ, հա, որ իր անկերոջ հետ ամուսնացել, ինքը հարմարվել է դրան, բայց ինքը չի կարողանում չսիրել այդ աղջկան։ Էդգար, դու հարմարվող մարդ ես ու քեզ գտել ես կյանքում։ Հարմարվող մարդ եմ, փորձում ամեն ինչին հարմարվեմ, եթե նույնիսկ դժվար է լինում, արդեն 20 տարեկան եմ ու էլի ասեմ, որ փորձում ինձ գտնեմ կյանքում, ընտրել եմ այս ասպարեզի ինձ տեղ եմ գտել, իմ դերն է կյանքում արդեն որոշ չափով գիտեմ ինչա, իսկ մարդիկ կան, որ 50 տարեկանին չգիտեն իրենց կյանքի ինչի հիման վրա ստեղծվել կամ ինչ են անում։ Այդ շատ ված, ու վերջ հարցը, ձայնիդ հետ ինչ ա եղել։ Համերգի օրը շատ բրավո գոռացի, հավա կտրվեց։ Անուրներ սերիալի դերասանուհի Էթերի Ոսկանյան։ Սերիալում Նարեն ի սկզբանե պարուհի պիտի լիներ։ Դա հերոսուհու երազանքն էր։ Բայց պարուհի լինելու համար պետք է շատ պարապել, պետք է շատ աշխատել։ Պարահանդեսում փաստորեն կիրականանա եւ Նարեի եւ Էթերիի երազանքը։ Այս երազանքը փաստորեն իրականացավ։ Իսկ կա որևիցե ուրիշ երազանք կամ նպատակ, որ դեռ չի իրականացել։ Բացեմ փոքրիկ գաղտնիք։ Ես շատ եմ սիրում շոկոլադ եւ իմ երազանքը, նպատակը հիմա ուզում եմ բացել փոքրիկ խանութ, սրճարան, որտեղ կլինի ամեն ինչ կապված շոկոլադի հետ։ Ճիշտ է, կապ չունի այս բնագավառի հետ բացարձակ, դերասանուհի եմ, ինչ կապ ունի շոկոլադը դրա հետ, ոչ մի, բայց դե կարծում եմ, որ ամեն ինչ կստացվի եւ ամեն ինչ դեռ առջևում է։ Բանակում սերիալի դերասան Վահագն Սիմոնյան։ Սկզբից չէի կարող գտնել կերպարը, հետո ընթացքում սկսեցի ուսումնասիրել ես իր հոգեբանությունը։ Մի մարդ է, որը սիրում է ծառայությունը։ Աշտարակի պոպոքը, հմայակի սապոքը, հմայակ ջան։ Վա, քո կարծիքով դերասանը ինչ պետք է անի, որ չձուլվի իր կերտած կերպարի հետ։ Դերասանի աշխատանքը դա այնա, որ նա ուսումնասիրում է մարդուն։ Հետևաբար կերպար խաղալուց, կերպար կերտելուց պետք է հասկանա նախ լոգիկան, հետո փորձի հասկանալ հոգեբանությունը։ Ու եթե դերասանը հասկանա, որ պետք է հնարավորինս հետաքրքիր ներկայացնի կերպարը, շատ սովորական, շատ նորմալ, նա կարող է մի կերպար խաղալուց հետո խաղալ ևս ուրիշ կերպար, որը ուրիշ հոգեբանության տեր մարդ է, որը ուրիշ լոգիկայով է մտածում։ Եվ այդպես էլ պետք է լինի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ երեխաներ, նստեք։ Այս ինչ ծիծաղելեր, երեխեք ջան, մենակ դուք ձեր դեմքերը տեսնեիք։ Դերասանուհի Լուսինե Ղարիբյանը իրականում էլ ուսուցչուհի է եղել։ Երաժշտական դպրոցում եմ աշխատել որպես ջութակի դասատու։ Լուսինե, ինչ ես կարծում, ուսուցչուհու ու դերասանու մասնագիտությունների մեջ ինչ-որ ընդհանուր բան կա։ Հա, երկուսն էլ կրթում եւ դասարակում են ու երկուսն էլ ինչ-որ կերպարի մեջ են։ Այսինքն ուսուցչուհին դասարանում պետք է լինի ուսուցչուհու կերպարում եւ հեղինակություն վայելի դասարանում։ Իսկ դերասանուհին պետք է ասելիք ունենա էկրանից եւ լայն մասսաներ դասարակի։ Այսինքն իմ կերպարը եթե ասելիք չունենա, ես անելիք չունեմ։ Պարզ էր ամեն ինչ։ Շնորհակալություն, քեզ հաջողություն եմ։ Լիալուսին սերիալի դերասան Արշավիր Խանոսյան։ Լիալուսին սերիալում Դավիթ Սողոմոնյանի դերը կատարող Արշավիրը կերտել է նաև Սողոմոն Թեհլերյանի կերպարը։ Թալյատ։ Շունթալյատը փոխավերի, Թեհլերյանը հոսավերի, Սատկեր ճաշի պարեց կերտնին կինելի։ Աշոտ, կամ էր պատմության մեջ էլի որևիցե մեկը, ում արած գործով հպարտանում ես։ Իհարկե կան ու չփորձեմ նշել անուններ, քանի որ այդ մարդկանց
անունների ցուցակը շատ մեծ է, նշեմ մի քանի հոգա ունեն ընդամենը գրիչյան։ Ասենք Տիգրան Մեծ, հա, Խրիմյան Հայրիկ, Նժդե Անդրանիկ, Վարդան Մամիկոնյան, մի խոսքով մարդիկ, ովքեր որ կերտել են պատմությունը, թե քաղաքական ասպարեզում, թե արվեստի եւ թե մշակույթի։ Անուշներ սերիալի դերասան Ազատ Հակոբյան։ Դեմքի տարտայտությունը փոխի։ Աղջկա պատճառով չեն կռվելու։ Քեզ ինչ կա, գործերդ լավ են։ Վահեն ավտոմեխանիկ էր, որը աշխատում է ավտոտեխսպասարկման կենտրոնում։ Ազատ, բավական երկար խաղում ես, չէ՞, այդ Խադավիկի դերը։ Դե ինչ որ բան պետքա ոնց որ սովորած լիներ, թե չէ։ Չէ, այդքան էլ բան չեմ սովորել, ուղղակի հիմա արդեն այդ կապոտի տակ գիտեմ արդեն որը ինչն է, որովհետև ասենք նկարման ժամանակ լինում է ասում են ձեռը տար ռադիատորի մոտ, ռադիատորը չգիտեմ որն է, ու տեղից արդեն մանր սովորում եմ։ Դե տերում ես լավ, որը մինչև մեքենա ունենալ արդեն ավտոից լրիվ կհասկանաս արդեն։ Լիալուսին սերիալի դերասանուհի Աննա Վարդանյան։ Աննայի մանկության առաջին նկարն է, նրա համբերության բաժակը։ Մի անգամ որ փոքր էի, մաման ջղայնացեց, տենց նկարեցի իմ համբերության բաժակը, տարակախեցի, որ բոլորը տենան ու ինձ էլ չջղայնացնեն։ Իսկ հիմա երբ քեզ բարկացնում են, ինչ ես անում։ Նայեց երբ, եթե շատ են բարկացնում։ Հա, շատ։ Սով եմ հայտարարում, դռանից վրա գրում եմ, հա, Աբիվլիայի գալադովկուս, դնում եմ, դուռ ներսից փակում եմ, տենց դուրս չեմ գալիս սենյակից։ Ու չեն անհանգստացնում։ Չէ, հիմնականում չէ։ Ու ինչքան է դա տևում։ Քանի օր կամ։ Մի օր, ոչ ավել։ Մի օր հաս չես ուտում։ Չէ, միջև որ զգում եմ, որ ես սոված եմ։ Ու նոր բարի շվես։ Ահա եւ մեր 12 մասնակիցները, մեր օրագրերում դուք ավելի լավ կճանաչեք նրանց, իսկ հիմա նրանք դեռ պատրաստվում են առաջին գալահամերգին։ Այնքան որ այս նույն ձևով պրոստը ուռացած ինձ բերի առաջ, ես հետ ամեն ինչ էլ անես։ Կյանքս դեմս է ծանցնում այդ վերջը։ Այդ ձևել անում։ Հիմա հələ որ շատ լավ է, բայց զգում եմ, որ ինչ-որ լարվածություն արդեն կա մեջս, ես ներսիցս մի բան տենց մի խոսքով շատ լարված եմ, որ ճիշտն ասեմ հենց հիմա, բայց հուսով եմ հեսա կթողի լարվածությունը ու ես նորմալ կպարեմ։ Մինչև համերգը 3 ժամ ես բարի փորձ եմ ունեցել, այնպես որ դա ինձ ավելի իհարկե ֆիզիկական պատրաստվածություն տվեց։ Տեսեք հոտ գալիս է, թե չես, բոլորդ վիճում են, որ հոտ գալիս է այս վարդից։ Հոտ այդ վարդից։ Խնդրում, քաշես։ Գալիս է, շատ շնորհակալություն, Աննան ջան, բուժման։ Տրամադրությունդ ոնց է։ Շատ բարձր։ Զգացողությունը շատ լավ է, տրամադրությունը շատ բարձր է, ուղղակի ես բաբեջկեն մի քիչ խեղդում է, ոչ թե ձիգ է, այլ չգիտեմ, անհարմար է մի քիչ, բայց դա դժշտելու եմ։ Ուրախանում են իրանց մանկապարտեզի հանդեսի օրը, որ ինչ-որ սինուշորեր են հակելի պետք արտասանեք ու մամայից սպասում են, որ եսա մաման իրանց ծապատալու։ Այս վիճակն է, մոտ չգիտեմ, ոնց որ ընկել է մանկության գիրկը։ Մի քիչ վախենում եմ։ Թե չէ ընդհանրապես լավ եմ, ընդհանուր շատ լավ եմ։ Ջղային եմ, շատ ջղային եմ, բայց այս հենց պատրաստված եմ, խզարելու եմ։
Այսօր այսքանը մենք կհանդիպենք վաղը ժամը 22:40-ին։ Առայժմ